Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Հետաքրքիր է, քանիսն են ամեն օր իրենց աղոթքի մեջ Աստծուն ասում. Ինչ կարող եմ անել քեզ համար այսօր։ Ում կարող եմ օժնել, ում կարող եմ օգնել։ Ցույց տուր, թե ինչ կարող եմ անել քեզ համար, ես ուզում եմ ծառայել քեզ։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, եւ նույնը կանի քեզ համար։ Ամեն բանի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ եւ հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Այս շաբաթավերջ սովորեցնելու եմ Աստծո բնավորություն ձևավորելու մասին։ Քանիսն են ցանկանում աճել եւ նմանվել Քրիստոսին։ Հոգևոր հասունություն։ Վերջերս Աստված տվեց ինձ հոգևոր հասունության այս պարզ սահմանումը։ Համոզված եմ, որ հոգևոր հասունությունն ավելի լայն հասկացություն է, քան այս նախադասությունը, բայց ինձ դուր է գալիս այս սահմանումը։ Ուզում եմ, որ մտածեք այս մասին։ Հոգևոր հասունությունն այն է, երբ Աստծուց հարցնում ես ոչ միայն այն, թե ինչ նա կարող է անել քեզ համար, այլ այն, թե ինչ դու կարող ես անել նրա համար։ Հետաքրքիր է, քանիսն են ամեն օր իրենց աղոթքի մեջ Աստծուն ասում. Ինչ կարող եմ անել քեզ համար այսօր։ Ում կարող եմ օժնել, ում կարող եմ օգնել։ Ցույց տուր, թե ինչ կարող եմ անել քեզ համար, ես ուզում եմ ծառայել քեզ։ Հավանաբար 3 կամ 4 տարի առաջ ես սկսեցի ամեն օր վարվել այդպես։ Զարմանալի է, երբ կարողանում եք լսել մարդկանց։ Նկատի ունեմ, երբ սովորություն դարձնեք լսելու մարդկանց, նրանք կասեն ձեզ, թե ինչի կարիք ունեն, ինչ ցավ ունեն, ինչ կցանկանային ունենալ։ Գիտեք, մարդը չպետք է լինի ծայրահեղ կարիքի մեջ, որպեսզի նրան ինչ-որ բան տանք։ Շատերը պարզապես օժնվելու կարիք ունեն, եւ նրանք գուցե ավելի շատ փող ունեն, քան դուք, սակայն նրանց կարիքը պարզապես օժնություն ստանալն է։ Տալը լավագույն բանն է, որի մեջ կարող եք հմտանալ։ Իսկապես, եթե ուրախություն եք ուզում, դարձեք տվող։ Մի տվեք միայն այն ժամանակ, երբ զոհաբերություն եք հավաքում, եղեք տվող ձեր կյանքում։ Տալը դարձրեք կենսակերպ։ Ուզում եմ կրկնել։ Պարզապես մի խնդրեք, որ Աստված ինչ-որ բան անի ձեզ համար։ Իրականում դուք կարող եք որոշ ժամանակով լիովին հրաժարվել դրանից եւ արդյունքում ոչինչ չի տուժի։ Աստված գիտի, թե ինչի կարիք ունեք նախքան իրեն խնդրելը։ Դուք կարող եք նշել ձեր կարիքը, եթե ցանկանում եք, բայց հարկ չկա, որ այն դարձնեք գերնպատակ եւ ոչինչ չանեք, բացի շարունակ Աստծուն ասելուց, թե ինչ եք ցանկանում, որ նա անի ձեզ համար։ Դրա փոխարեն փորձեք ամեն օր հարցնել Աստծուց, թե ինչ կարող եք անել իր համար, եւ կտեսնեք, թե ինչպես է դա փոխում ձեր կյանքը։ Ես իսկապես հավատում եմ, որ երբ մենք լիովին փոխվում ենք, այդ ժամանակ է գալիս հոգևոր հասունությունը։ Դա այն է, երբ ձեր միտքը հեռացնում եք ձեզնից եւ սովորում այն, ինչ Պողոսը նկատի ուներ, երբ ասաց. «Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում, եւ ինչ որ հիմա կենդանի է մարմնով, Աստծո որդու հավատքով եմ կենդանի, կամ մենք նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք, կամ ես ամեն օր մահանում եմ»։ Նա նկատի չուներ, որ ամեն օր ֆիզիկապես մահանում է։ Նա նկատի ուներ, որ ամեն օր մահանում է իր եսին։ Գիտեք, եսասիրությունը ներհատուկ է բոլորիս։ Եթե չեք հավատում, որ մենք եսասեր ենք, պարզապես նայեք փոքրիկ երեխային։ Կարճ ժամանակ անց նա ձեզ ասում է, որ իրեն դուր չի գալիս, որ չեք տալիս այն, ինչ ինքը ցանկանում է։ Ամեն։ Մենք ունենք թոռնիկ, որը հուլիսին 4 տարեկան կդառնա։ Նա արդեն փոքրիկ անհատականություն է, ունի որոշակի խառնվածք։ Գրեթե 1 ամիս կամ 6 շաբաթ առաջ նա կամակորություն ցուցաբերեց դրսևորելով այսպիսի վերաբերմունք. «Ես կջղաձգվեմ, կզայրանամ, մինչև չստանամ իմ ուզածը»։ Մայրը նրան տանում է խանութ գնումներ կատարելու։ Տղան իրեն լավ չի պահում, նրա անունը Բրոդի է, մայրն ասում է. «Բրոդի, մենք աղոթենք քո վարքի համար»։
Նա գրկում է որդուն, նա իսկապես հրաշալի մայրիկ է։ Գրկում է որդուն եւ ասում. Տեր, մենք խնդրում ենք, որ օգնես Բրոդիին այսօր լավ տղա լինելու։ Օգնես, որ նա ավելի լավ զգա, կմահաճ չլինի եւ ժպտա ու լսի ինձ։ Նա ավարտում է աղոթքը եւ ասում. Ամեն, իսկ տղան ասում է ոչ ամեն։ Նա համաձայն չէր այդ աղոթքին։ Երբեմն, երբ Աստված մեզ ինչ-որ բան է ասում, մենք նույնպես այդպիսի վերաբերմունք ենք ունենում ոչ ամեն, որովհետև ամեն նշանակում է այո, թող լինի այդպես։ Իսկ տղան պատրաստ չէր համաձայնելու դրան։ Հոգևոր մանուկներ։ Տխուր է, երբ ինչ-որ մեկը 30 տարի քրիստոնյա է եղել եւ դեռևս հոգևոր մանուկ է։ Վերստին ծնվելուց հետո հաջորդ բանը, որ պետք է անենք, աճելն է Քրիստոսում։ Եվ դա գործընթաց է, որը տեղի է ունենում ամբողջ կյանքում։ Մենք երբեք չենք դադարում աճելուց։ Աստված մշտապես ցույց է տալիս ուղիներ, որոնցով կարող ենք կատարելագործվել։ Ես շնորհակալ եմ, որ Աստված ինձ մենակ չի թողնում եւ թույլ չի տալիս, որ մնամ նույնը։ Նա շարունակ ցույց է տալիս, թե ինչպես կարող եմ ավելի նմանվել իրեն։ Ամեն։ Պողոսը գործ ուներ Կորինթոսի եկեղեցու հետ, որտեղ մարդիկ վերստին ծնված էին, մկրտված Սուրբ Հոգով։ Նրանք գործում էին հոգու պարգևներով։ Բայց դուք պետք է հիշեք, որ պարգևները տրվում են։ Դուք ոչինչ չեք անում պարգև ստանալու համար։ Այն, որ դուք ունեք հոգևոր պարգև, չի նշանակում, որ հոգևորապես հասուն եք։ Ամեն։ Պողոսը առաջին Կորինթացիների 3:1-3-ում ասում է. Եվ ես, եղբայրներ, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, որոնցում մարմնավոր բնությունն է գերակշռում, ինչպես մանուկների հետ Քրիստոսում, որոնք անկարող են խոսելու։ Ես սովորեցնում եմ դասական ընդլայնված Աստվածաշնչից։ Ես սիրում եմ այն եւ մշտապես օգտագործում։ Եվ ինձ դուր է գալիս այն, որովհետեւ ես չեմ կարդում կամ հասկանում հունարեն, իսկ ընդլայնված Աստվածաշունչը ընդլայնում է հունարեն խոսքերը եւ ավելի լայն բացատրություն տալիս, քան մյուս թարգմանությունները։ Այստեղ գրված է անկարող խոսելու։ Ինչ է դա նշանակում։ Անշուշտ նրանք կարող էին խոսել։ Նա նկատի ուներ, որ նրանք չգիտեին, թե ինչպես պատշաճ կերպով խոսեն։ Գիտեք, եթե լսեք ինչ-որ մեկին, կարճ ժամանակ անց կարող եք ասել, նա քրիստոնյա է, թե ոչ։ Իսկ եթե լսեք քրիստոնյաներին, կարճ ժամանակ անց կարող եք որոշել, թե ինչ հոգևոր վիճակում են նրանք հոգևոր հասունության առումով։ Եթե նրանք միայն խոսում են իրենց մասին, ուրեմն եսասեր են։ Եթե չեն կարող ընդունել այն, որ իրենց շտկում են, ուրեմն հպարտ են։ Դա իմանալու համար երկար չի պահանջվի։ Նա ասաց, ես չէի կարող խոսել ձեզ հետ ինչպես հասուն մարդկանց հետ, երկրորդ խոսք, կաթ խմեցրի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ տակավին չէիք կարող, պատրաստ չէիք դրան, այլ հիմա էլ դեռ չեք կարող, պատրաստ չեք դրան։ Որն է կաթի եւ պինդ կերակուրի տարբերությունը։ Մենք փոքրիկներին կաթ ենք տալիս, ճիշտ է։ Այնուհետև կամաց անցնում պինդ կերակուրի։ Խոսքի կաթը վերաբերում է այն ուղերձներին, որոնք մանուկ քրիստոնյաները կարող են ընդունել։ Դրանք այսպիսին են. ինչ կարող է Աստված անել ինձ համար, որքան է նա սիրում ինձ, որքան հրաշալի եմ ես։ Այսպիսի հրաշալի բաներ։ Դա լավ տեղ է սկսելու համար։ Դա գրավում է մարդկանց, նա ով նոր է փրկվել ավելի հզոր բանի կարիք չունի։
Նա պետք է հաստատի փոխհարաբերություններ Աստծո հետ եւ իմանա, որ Աստված սիրում է իրեն, ցանկանում է ինչ-որ բաներ անել իր համար, պատասխանում է աղոթքին։ Բայց եթե դա ամենն է, ինչ նա երբևէ կունենա, ապա նա երբեք չի աճի, ես դրանք անվանում եմ աղանդերային ուղերձներ։ Բոլորն էլ սիրում են աղանդեր, բայց մենք գիտենք, որ եթե ապրենք միայն աղանդերով, կամ երկար չենք ապրի, կամ կլինենք վատառողջ։ Խոսքի միսը առավել հզոր ուղերձներն են, դրանք ուղերձներ են, որոնք հակադրվում են վարքագծին։ Դրանք այնպիսի ուղերձներ են, որոնք ստիպում են ձեզ փոխվել։ Ուղերձներ, որոնք ստիպում են ձեզ մի փոքր գալարվել տեղում եւ դուրս գալ դահլիճից, այլևս չվերադառնալու ցանկությամբ։ Բայց առանց այս ուղերձների դուք երբեք ուժեղ չեք լինի։ Այնպես որ մենք երկուսի կարիքն էլ ունենք։ Եթե միայն այսպիսի ուղերձներ եք լսել, հնարավոր է մի փոքր ընկճվել եք եւ նյարդայնացել։ Այնպես որ ես փորձում եմ մսի եւ աղանդերի հավասարակշռություն բերել ձեր սննդակարգում, բայց այս շաբաթավերջին մենք միս ենք ճաշակելու, գուցե այս շաբաթ մեկ ուրիշ տեղ աղանդեր ճաշակեք, բայց ես մտածում եմ, որ եթե դուք համարձակայել եք արել եւ ուրբաթ երեկո եկել եք այստեղ, իսկ ես Սենթ Լուիսից հասել եմ այստեղ, ուրեմն լավ կլինի, որ մենք մի փոքր միս ճաշակենք։ Եվ տեսնենք, թե արդյոք կարող ենք մարսել այն։ Երրորդ խոսք, որովհետև տակավին մարմնավոր եք, որովհետև սովորական ազդակների վերահսկողության տակ եք, այստեղ ինչ-որ մեկն ազդակներ ունի։ Հասկանում եք, հոգևոր մանուկները գործում են համաձայն իրենց ազդակների, բայց հասուն քրիստոնյաները կարող են վերահսկել իրենց։ Նրանք պարզապես չեն անում այն, ինչ ցանկանում են, այլ այն, ինչ կարծում են, որ Հիսուսը կաներ նույն իրավիճակում։ Ամեն։ Եվ որքան աճում եք, այնքան հաճախ եք այդպես վարվում։ Ի վերջո հասնում եք նրան, որ գրեթե միշտ վարվում եք Հիսուսի նման։ Չէ՞ որ տակավին նախանձ եւ կռիվ, այսինքն վիճաբանություն, հակամարտություն եւ բաժանումներ, այսինքն պառակտում կան ձեզանում, չէ՞ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում, չփոխված մարդու պես։ Պողոսն ասաց, ես կարող եմ ասել, որ դուք հասուն չեք, որովհետև դեռ նախանձում եք միմյանց։ Օ, մենք նման բան չունենք մեր եկեղեցում։ Նախանձում եք միմյանց, բաժանված եք, բարկանում եք, չեք ներում։ Այս ամենը պետք է վերանա, ինչ որ մեկի ներելու համար պարտադիր չէ, որ ներելու ցանկություն ունենաք։ Գրեթե մեծ մասին դուր եկավ սա, իսկ մյուսներին չգիտեմ։ Չներումը այնպիսի մեծ խնդիր է եկեղեցում։ Սատանան հավատացյալների կյանքում ավելի լայն մուտք ունի չներման, քան որևէ այլ բանի միջոցով։ Եթե քո սրտում կա չներում, Աստվածաշունչն ասում է, որ եթե չներենք ուրիշներին, Աստված չի կարողանա ներել մեզ, դա սեպ է դնում քո եւ Աստծո միջև։ Չներման մասին ես խոսում եմ գրեթե բոլոր քարոզներում, որովհետև գիտեմ, թե ինչ է այն պատճառել ինձ։ Եվ գիտեմ, թե որքան հրաշալի է, երբ կարողանում ես արագ ներել մարդկանց։ Ամեն։ Երբ ինչ-որ մեկը ցավեցնում է քեզ, որքան արագ ես ներում, այնքան ավելի հեշտանում է դա անելը, որքան երկար է սպասում, այնքան խորանում են չներման արմատները։ Եվ մարդիկ արժանի չեն քո ներմանը, նրանք նույնիսկ չեն ցանկանում դա։
Անկեղծ ասած, դու դա չես անում նրանց համար, դու անում ես քեզ համար։ Դու կարող ես չներում ունենալ ինչ-որ մեկի հանդեպ, որը հրաշալի ժամանակ է անցկացնում և չի էլ մտածում, որ դու վրդովված ես։ Պարզապես քո զգացմունքներն են վիրավորված։ Եվ եթե մենք պատրաստվում ենք լինելու հասուն տղամարդիկ և կանայք, ապա չենք կարող ապրել մեր զգացմունքներով։ Մենք միշտ ունենալու ենք զգացմունքներ, բայց չենք կարող թույլ տալ, որ այդ զգացմունքները կառավարեն և վերահսկեն մեզ։ Մենք պետք է հասկանանք դրանք և ասենք. ինձ համար միևնույն է, թե ինչպես եմ զգում, ես կարող եմ անել այն, ինչ ճիշտ է։ Սա այստեղ է լինելու ամբողջ շաբաթավերջ, հուսով եմ, որ այն կդրոշմվի ձեր մտքում, որպեսզի յուրաքանչյուր որոշում, որ կայացնեք, իմանաք, որ կա ճիշտ և սխալ ճանապարհ։ Եվ դուք եք որոշում, թե որը կընտրեք։ Ամեն։ Քանիսը գիտեն, որ ճիշտ չէ բան ասել ուրիշներից։ Շատ լավ պահեք ձեռքերը։ Քանիսն են դեռ անում դա։ Ոչ ոք չի ստիպում ձեզ, ինքներդ եք ընտրում, որ անեք դա։ Եվ մենք պետք է սկսենք ընտրել ճիշտը։ Մի պահ ես կքարոզեմ նաև ինձ, քանիսը գիտեն, որ սխալ է ուրիշներին դատելը։ Քանիսն են դեռ վարվում այդպես։ Ես մի փոքր դատական շաբաթ ունեցա։ Երբեմն մենք սկսում ենք դատել, շարունակում ենք ընթանալ նույն ճանապարհով և կարծես Աստծո թեթև ապտակի կարիքն ունենք, որպեսզի վերադառնանք այնտեղ, որտեղ պետք է լինենք։ Իրականում բանն այն է, որ մենք պարզապես պետք է զբաղվենք մեր գործով։ Մենք անմիտ չենք, մենք կարող ենք դատել մեղքը, մենք կարող ենք տեսնել, որ ինչ-որ մեկը մեղանչում է, բայց մենք չգիտենք նրա սիրտը։ Մենք չգիտենք, թե ինչի միջով է նա անցել, մենք չգիտենք, թե ինչի միջով է նա անցնում, մենք չգիտենք, թե որտեղից է նա եկել։ Մենք շտկումների կարիք ունենք փոխվելու համար։ Աստված կտա մեզ իր խոսքը և նա ցանկանում է, որ լսենք իրեն։ Քանիսն են իրենց երեխաներին ասել, եթե լսեիր ինձ, այս իրավիճակում չէիր հայտնվի։ Եթե պարզապես լսեիր ինձ, ես ստիպված չէի լինի վերցնել քո համակարգիչը։ Եթե պարզապես լսեիր ինձ, քեզ չէին բանտարկի։ Աստված նույնպես ցանկանում է, որ լսենք իրեն։ Բայց եթե չլսենք, նա կդիպչի մեր հանգամանքներին։ Եվ դա մեր օգտին է։ Եբրայեցիների 5:13 Որովհետև նա, ով կաթնակեր է, մենք վերադառնում ենք մանկական շշերին, անհմուտ է արդարության խոսքին։ Այսպիսով ինչու են մարդիկ շարունակ կաթի կարիք ունենում և չեն կարողանում սնվել խոսքի մսով, որովհետև խոսքի միսը շտկում է վարքագիծը։ Եվ դուք չեք կարող ընդունել այն, եթե չգիտեք, թե ով է Քրիստոսում։ Ինչ որ մեկն այնտեղ կարծես, թե հասկացավ։ Ինչ նկատի ունեք ասելով, թե ով ենք մենք Քրիստոսում։ Քրիստոսը վերցրեց մեր մեղքը և տվեց իր արդարությունը։ Դա ավելի հրաշալի է, քան որևէ բան, որ կարող եք պատկերացնել։ Մենք արդարացած ենք Աստծո առջև։ Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ փորձում ենք աճել և փոխվել, Աստված տեսնում է մեզ որպես արդարի իր առջև։ Կարծես ձեր միտքը դժվարությամբ է ընկալում դա։
Գիտեք, քանի որ հայրս բռնության էր ենթարկել ինձ մանկության տարիներին, ես իսկապես վատ վերաբերմունք ունեի իմ հանդեպ։ Եվ լուրջ խնդիր ունեի մեղքի զգացումի առումով, որովհետև մշտապես զգում էի, որ հավանաբար ինչ-որ սխալ եմ անում, որը ստիպում է նրան այդպես վարվել ինձ հետ։ Տարիներ շարունակ խոսքի մեջ մնալով եւ արդարության շուրջ խորհելով վերջապես հասկացա դա։ Եվ երբ ասում եմ հասկացա, նկատի ունեմ, որ այդ հասկացողությունը այստեղից տեղափոխվեց այստեղ։ Ես հավատացի, որ Աստված սիրում է ինձ անվերապահորեն, որ նա սիրում է ինձ նույնչափ եւ այն ժամանակ, երբ ինձ լավ եմ պահում, եւ այն ժամանակ, երբ այնքան էլ լավ չեմ պահում։ Գիտեք, Աստված երբեք չի սիրի ձեզ ավելի, քան հենց հիմա այս պահին։ Անկախ նրանից, թե որքան լավ եք ձեզ պահում, նա չի սիրի ձեզ ավելի շատ կամ ավելի քիչ, նա սիրում է ձեզ, որովհետև Հիսուսը մահացավ ձեզ համար։ Ամեն։ Մենք կարող ենք լսել դա։ Եվ դա հրաշալի է հնչում։ Բայց իսկապես հավատալու համար դուք պետք է լսեք դա։ Լսեք, լսեք, լսեք։ Այնուհետև կարդաք, 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 ապա խորհեք դրա շուրջ, մտածեք դրա մասին։ Սա է պատճառը, որ Աստվածաշունչն անդադար հորդորում է խորհել խոսքի շուրջ, ինչը նշանակում է շարունակ պտտել այն ձեր մտքում և մտածել դրա մասին։ Նա ասում է, եթե շարունակեք կերակրվել կաթով, ակնհայտ է, որ դուք անհմուտ եք արդարության խոսքին։ Աստծո առջև արդարանալը Աստվածաշնչի գլխավոր վարդապետություններից մեկն է։ Եվ դա ճշմարիտ է յուրաքանչյուր անձնավորության համար։ Եթե դուք վերստին ծնված եք, եթե ընդունել եք Քրիստոսին որպես ձեր փրկչի, ուրեմն հենց հիմա դուք արդար եք Աստծո առջև։ Նա որոշել է ձեզ արդար համարել իր առջև։ Երբ իսկապես կարողանանք հավատալ դրան, որքան երջանիկ կդառնանք։ Վաու։ Որովհետև երբ իսկապես լրջորեն ես տրամադրված Աստծո հետ քո փոխհարաբերություններին, դու չես ցանկանա մեղանչել, դու չես մեղանչի միտումնավոր։ Ճիշտ է, մենք մեղանչում ենք, բայց հենց գիտակցում ենք դա, ապաշխարում ենք։ Եվ Հիսուսն արդեն վճարել է այդ մեղքի համար։ Հարկ չկա, որ դուք համոզեք, որ նա ների ձեզ։ Նա ըստ էության արդեն արել է դա։ Դուք ընդամենը պետք է ընդունեք այն ներումը, որն արդեն հասանելի է ձեզ։ Ընդունեք Աստծո ողորմությունը։ Այն հասանելի է, դուք պետք է ընդունեք այն։ Ընդունեք Աստծո սերը։ Դուք չեք կարող վաստակել այն, Աստված չի վաճառվում։ Դուք չեք կարող գնել նրա սերը, դուք չեք կարող գնել նրա ողորմությունը, դուք չեք կարող գնել նրա ներումը։ Դուք միայն կարող եք խոնարհությամբ գիտակցել, որ արժանի չեք դրան, բայց կարող եք ընդունել այն հավատքով։ Ամեն։ Սա այն է, ինչի կարիքն աշխարհն ունի, մարդիկ ավելի շատ հմրանյութերի կարիք չունեն։ Նրանք մեկ այլ ինքնության կարիք չունեն։ Նրանք կարիք ունեն իմանալու, թե ով են իրենք Քրիստոսում։ Նրանք կարիք ունեն իմանալու, որ սիրված են։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։